Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծաբի եթերում Մեծա Արենանը, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան, ինձ ընկալելու համար։ Պարոն Նահապետյան, տեսնում ենք Նիկոլի սերն առ Ալիև եւ դա բազմիցս ապացուցել է, որ շատ է սիրում եւ այս վերջում անընդհատ ինչ որ շնորհակալություններ են, տարբեր առիթներով Ալիևին հայտնում եւ նախագահը, որ ունենք այսպես թղթի վրա գրված եւ նաեւ Նիկոլը, այս սիրաշահությունը, դիվանագիտությունը, թե նիկոլական այդ վիճակներն են, որ փորձում են անվտանգության, խաղաղության, այս իրենց ձևակերպումների մեջ տեղավորել։ Ասենք այսպես, մանր խորամանկություն։ Գցնանքի որոշակի դոզա, որով ըստ իրեն փորձում է դիմացինի զգոնությունը, սթափությունը, ուշիմությունը թույլատնել։ Ցույց է տալիս, որ ինքը անձ է, որը երբեք Ադրբեջանին խնդիրներ, խնդիրներ չի առաջացնի։ Ավելի ճիշտ պատրաստական է Ալիևի պահանջները կատարել, եթե ինքը Հայաստանում խնդիրներ չունենա։ Ցանկացած պահանջ։ Հիմա Աբու Դաբիի այս հանդիպումը, որը տեղի ունեցավ փակ հանդիպում, ինչով է պայմանավորված եւ քանի որ Նիկոլին լավ գիտենք, ինչ անակնկալներ սպասենք հանդիպումից։ Ուրեմն այն հոգեվիճակը, որ ինքը ունի, մի քիչ ավելի խորքային, Ստոկհոլմյան սինդրոմ կա, երբ զոհը պաշտպանում է դահիճին։ Դա ասենք այդ սինդրոմը սովորաբար կիրառել է լինում այն դեպքերում, երբ օրինակ բանկում պատանդներ են վերցել ավազակները եւ ուզում են խոշոր գումար տանել։ Այդ պատանդները արդեն զոհ են եւ ցանկացած բան կարող են զոհվել։ Գալիս է մի պահ, որտեղ պատանդները ոստիկանություն ավազակ բանակցությունների ժամանակ պաշտպանում են ոչ թե ոստիկանությանը, այլ ավազակներին։ Իդեպ այդ Ստոկհոլմյան սինդրոմը հենց այդտեղից էլ առաջացել է։ Փաշինյանի մոտ այդ սինդրոմը կա իրոք։ Այսինքն ինքը մի դերի մեջ է իրեն դրել, բայց որը շատ ավելի խորքայինով ինքը դարձել է զոհ, որը դահիճին պիտի պաշտպանի, բայց այստեղ զոհը միայն իր անձի մասին չի։ Խոսքը Հայաստան պետության մասին է։ Հիմա ինչ սպասել։ Ուշադրություն դարձրեք, որ սովորաբար եթե երրորդ տեղում է լինում հանդիպում երկու կողմերի միջև, ճիշտ է ըստ արողակարգի հյուրընկալ երկրի ներկայացուցիչը եւ կապ չունի ինչ կարգավիճակով է, երկու կողմերին հրավիրել ղեկավարներին հավասար իրավունքով, մաղթել լավ բանակցություններ եւ եթե իր անհրաժեշտությունը չկա, հեռանալ։ Ընդ որում ասեմ ձեզ, Թուրքիայում սովորաբար երբ նման կարգի բանակցություններ լինում են, միշտ Թուրքիայի ներկայացուցիչը միշտ նստած է։ Ըստ անհրաժեշտության կարող մինչև վերջել մնալ։ Եթե կողմը, եթե ոչ, ընդհանրապես բանակցող կողմերը խոսում են, իրենք դուրս են գալիս։ Հիմա ուշադրություն դարձրեք ինչ եղավ Աբու Դաբիում։ Տանտերը հրավիրում էր հյուրին։ Ալիևը տանտերն էր։ Հյուրը եկավ, խոնարհվեց, բարևեց։ Ալիևը առաջարկեց նստել, ասեց չէ, բա քո նազիր վեզիներին ես իմ խոնարհությունը ցույց տամ, հետո անցան նրանց չէ բարևել, ուշադրություն դարձրեք։ Այսինքն այդտեղ Ալիևը որպես տանտեր էր հանդես գալիս։ Եթե որևէ մեկը չիմանար, որ այլ երկրում է տեղի ունենում, մենք տեսանյութը դիտելուց կարող ենք չէ գնահատել, որ հյուրը Փաշինյանն է, տանտերը Ալիևը։ Ճիշտ է, բայց այդպես չի, չէ։ Իրականում Փաշինյանին այդ կարգավիճակով են նայում, զոհի եւ հյուրի։ Դե կարևորը Հայաստանում ինքը գելխեղտ է։ Չէ, ինքը գելխեղտ է իր շնորհիվ այն ուժերի, որոնք իրեն բերել են։ Իր գելխեղտությունը ոչ ավել ոչ պակաս։ Գիտեք, եթե մարդու որակներ եք տալիս, այսինքն գելխեղտը շունա, որը որ գայլերի եւ ոչ միայն առանցին, գայլերը ոհմակով են, ոհմակի դեմ կռվում է։ Մենակ ձևակերպումը ես չեմ տվել։ Չէ, ինքն է տվել, ասենք ես էլ դրա ռուսերեն անվանումն եմ տվել, բայց հիմա խնդիրը այդ չի։ Այդ գելխեղտ մարդիկ, իրենց բնույթով, դի ունենան կենսագրություն։
Այսինքն երբ որ քո երկիրը, քո ժողովուրդը փորձունների առաջ է կանգնած, այդ կարգի մարդիկ միշտ գտնում են առաջին շարքերում կամ խրամատում, համաձայն եք։ Դե հիմա նայեք Փաշինյանի կենսագրությունը։ Ոչ ավել ոչ պակաս, ընդամենը դրամաշորթ լրագրող, ոչ ավել ոչ պակաս, էլ գելխեղտությունը որտեղ երևացել։ Կարող է 16-ի ապրիլյան 4-օրյա ռազմական բախման ժամանակ մայիսի այդ դիրքերից ասենք բական հերու տարածքում խրամատ փորելուց։ Այդ գելխեղտությունը միակ տեղը այդտեղ է երևացել, չէ՞։ Դե զինվորական համազգեստ էր գրում ամեն։ Չէ, կարևորը որ պատերազմը այդտեղ բախումը վերջացել էր, մի ամիս հետո ինքը խրամատ էր փորում։ Կամ ասենք օրինակ երբ որ համալսարանում ուսանող էր, իր ընկերները ուսանող շատ-շատերը կամավոր գնում էին Արցախ կռվելու։ Այդ գելխեղտությունը տեղ է երևում, քո առնականությունը, քո նվիրվածությունը, քո մայր Հայաստանը եթե փորձանքի մեջ է, դու գնում ես պաշտպանել, չէ՞, այդտեղ է երևում։ Բա հիմա իր կենսագրությունն նայեք։ Դեղին մամուլի գլխավոր խմբագիր սեփականատեղ եւ դեռ ինքը պիտի ճշտի 1.5 միլիոն դիտում ունեցող Միքայել Մինասյանի հայտարարությունը առայն որ Փաշինյան Նիկոլը շորթել է իրենից բավականաչափ գումար։ Փաշինյանը այս վերջերս բարձրից ասեց, ես չեմ էլ լսել։ Իհարկե ստում է, ակնհայտ է ստում է, չէ՞։ Իսկ այդ ստել ինչ է նշանակում, որ եղել է այդպիսի դեպք եւ ինքը դրամաշորթ է։ Դա համար ես վստահաբար հիմք ընդունելով Միքայել Մինասյանի հետ ասած ինքը իր գելխեղծությունը ընդհանրապես դրամաշորթությունն է եղել։ Կամ ԱՑ-ի կամ ասենք պատիժը կրելու վայրում իշխանությունների հետ համագործակցության ստորագրություն տալը։ Իդեպ որ եղել է 2010 թվականին։ Այդ նույն Միքայել Մինասյանի մասին երբ պատմությունը գնաց, երբ Փաշինյանը համաձայնվել, որ իր թերթը, այսպես ասենք, չվաճառվող համարների դիմաց գումար կստանա։ Երբ 2010-ին այն հոդվածը, որի մասին Միքայել Մինասյանը հրապարակավ ասում է, ճիշտ է։ Իսկ այդ հոդվածը հայկական ժամանակում տպվել այն ժամանակ, որ Փաշինյանը անազատության մեջ էր։ Այստեղից պարզ հետևություն Փաշինյանը ընդամենը համագործակցության մասին փաստաթուղթ է ստորագրել։ Այ իր գելխեղտությունը տեղ է երևում։ Գելխեղտը այն առաջնորդն է, ով վտանգի պահին դրոշավերցնում, սուրաբարձացնում, իր հետևից տանում է ժողովրդին եւ հաղթական դուրս է գալիս։ Ես կարող եմ ասել, մեր հանրապետության 3 նախագահները իրենց ի պաշտոնե ծառայության ոչ միայն նախագահ, այլև նախկինում նաեւ այլ պաշտոնների ժամանակ իրենց պահել են որպես եւ երկրի եւ ժողովրդի առաջնորդ, որտեղ հաղթանակ են տոնել մեր ճշնամու նկատմամբ եւ բանակ են ստեղծել։ Եվ այդ երկու գործոնը տարածաշրջանում մեզ երկարատև խաղաղություն է ապահովել։ Այսինքն Արցախ գոյությունը ինքնաբավ ինք իրեն պաշտպանող եւ հայկական բանակ, այս երկու գործոնն են, որ եղել են կշիռ, որտեղ հայրս տարածաշրջանում շարունակող պետությունների համար արժեք ենք ներկայացել։ Բայց հիմա այդ մարդը ինչ է ասում, 6 ամիս օրինակ կրճատեց զինվորական ծառայությունը։ Լիքը մարդ ծափ տվեց, ասեց իմ երեխան քիչ կծառայի, Արցախը չկա, Արցախում չեն ծառայի, անվտանգ են։ Ինքը հայտարարում է, որ այլևս խաղաղություն է, անվտանգ են եւ այդ թեզերով էլ գնալու է ընտրությունների, պարսա։ Հետո ասում են գելխեղճ չի, ոնց գելխեղճ չի, պարոն Նահապետյան, եպիսկոպոսների է ձերբակալել, հոգևոր գերագույն հոգևոր խորհրդի անդամներին մենք տեսանք քնչական հրավեր, հետո դուրս եկան այդ մարդիկ ելքը երկրից այլևս ընդհատվեց, այսինքն չեն կարող նրանք դուրս գալ երկրից։ Այսինքն այս մարդը ամեն ինչ անում է, որպեսզի ներսում ոչ միայն խառնակցություն ստեղծվի, այլ եկեղեցու շուրջ այս արշավը ավելի թեժանա։ Եվ ինչ ենք անում մենք այս պարագայում։ Այսինքն ինքը ինչ ուզում անում է, կառավարությունը ինքն է, արդարադատության նախարարն էլ երեք ասաց, որ քաղբանտարկյաններ չկան։ Գիտեք, արևմտյան կառավարչական մեթոդաբանության մեջ այսպեսի մի մոտեցում կա։ Երկրում դու, եթե կարողանում ես որևէ երկրում, որտեղ շահ ունես, նշանակել քո մարդուն, իրեն տալ հնարավորություն ամեն ինչ կատարելու, այսինքն այդ երկրի ներքին կյանքը եւ արտաքին կյանքը կախվածներ այդ մեկ մարդու որոշումից։ Բայց որոշումը այդ մարդը չկայացնի։ Որոշումը կայացնի այն պետությունը կամ պետությունը, որ այդ մեկ մարդուն բերել են իշխանության։ Եվ այդ մարդուն իհարկե ամեն ազատություն տրված ամեն ինչ անելու։ Այդպիսի մի գելխեղտ մեր հարևան երկրում կար։ Սաակաշվիլի ազգանունով
որը նույնիսկ Ձեռնոց նետեց Ռուսաստան Դաշնությանը, չէ՞, պատերազմ, սանձազերծելով հարավային Օսեթիայում։ Դե այսօր տեսնում ենք նա ինչ օրի է։ Ինչու՞։ Բա 200,000 մարդու բանտերով անցկացնող անձը, որի սուրը աչուձախ կտրում էր, չէ՞, Վրաստանում։ Ինչ ուզում անում էր։ Հələ ձեր նշած անձը շատ հացուպաներ դյուտի, որ հասնի Սաակաշվիլին, իդեպ ասեմ ձեզ։ Թե Սաակաշվիլին այնքան խորագետ էր, որ եկեղեցու դեմ սուտ չէր ճոճում։ Թե դրա պատվերը չկար, որ լիներ, հաստատ կաներ։ Նորից եմ ասում, 200,000 մարդ բանտերով անցկացնելը հանակ մասխարություն չի։ Եվ հիմա որտեղ է այդ մարդը։ Այսինքն ինչ եղավ, որ այդ մարդը այլևս գլխիղ չեղավ։ Ընդհանրեն այն ուժերը, որ իրան պահում են, այլևս չեն պահում։ Այդքան բան։ Գլխեղտությունը դրա մեջ է։ Նիկոլը դեռ պետք է։ Այո։ Հստաբար։ Հակառակ դեպքում են այլանդակությունները, որ ինքն անում եկեղեցու հետ կապված, Հայաստանի քաղաքացիների հետ կապված, սահմանություն օրեն գոյություն չունի Հայաստանում, չի աշխատում, չկա։ Ինչ է կարծում դա, եթե աներ օրինակ Հանրապետության 3 նախագահներից որից մեկը։ Արեմուտքը քանի օր այդ նախագահային ժամանակ կտար պաշտոնակարգվելու։ Փողոցները կհորդեին, չէ՞։ Դե ոչինչ չանելով էր, տեսնում ենք, թե ինչ էր կատարվում նախկինում։ Հիմա ինքը մինչև ընտրություններ եկեղեցու թեման իր ասած բարե նորոգման այս ծրագիրը կիրագործի, թե ոչ, պարոն Նահապետյան։ Նախ եկեղեցու բարենորոգում չկա այդպիսի հասկացություն։ Ինքը փորձեց տեղեկատվական օրակարգ մտցնել պետություն եւ վեապար հայրապետ այդ հարթություն։ Տենց հարթություն գոյություն չունի։ Կա եկեղեցի Փաշտյան Նիկոլ հարթություն։ Ընդ որում Փաշտյան Նիկոլը նոր է իմանում այն ինչի մասին ինքը խոսում էր եկեղեցու հոգևորականների մասին։ Ինչու նոր սկսեց։ Ոչ թե պետք է հարցադել ինչու սկսելց, այլ ինչու նոր սկսեց, հիմա սկսեց։ Նո հիմա ասելով անցած տարի։ 18-ին արդեն սկսել էր, ընդհանուր 18-ին փորձ արվեց, այո, հուլիս, օգոստոս 3-4 ամիս, բայց պետության ականջները երևում են, ես ուղղակի այդ ժամանակ այդ դիմադրության ճամբարում էի։ Հրաշալի տիրապետում էի, ովքեր են, ինչ են ուզում, ինչ ուժեր կան։ Բայց պետական բացահայտ մակարդակով չէր արվում։ Պետություն չերևար, թեև օժանդակություն սատարում կար այդ անձանց։ Հիմա ինչու սկսեց անցյալ տարի։ Երկու գործոն։ Գործոն առաջին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Արաշուքյուր Փաշազադեի հայտնի ելույթը, որ մեր եկեղեցին վտանգ է տարածաշրջանի համար, խաղաղության համար, կայունության համար, այս տարածքում պետք է ստեղծի մահմեդական թեմեր, ղազիաթներ, հա, դե ադրբեջանցիներ, որ վերադառնան իրենց հոգևոր պահանջմունքով մեր եկեղեցիներում չեն բավարարում, ճիշտ է։ Եվ դրա մի քանի օր հետո վեապար հայրապետի հայտնի ելույթը Շվեյցարիայի Բեռն քաղաքում քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվող կոնֆերանսի։ Սա իսկապես կարելի ասել գնահատականներ արկա իրողությունների մասին եւ դա ներելի չէր, որտեղ այդ ելույթը եւ այդ տրամադրվածությամբ մեր եկեղեցու նվիրալ եւ հավատավոր զավակները, եթե դա ընդունեն որպես հիմք, իսկ դա իրողություն էր, դա նշանակում է, որ նվազագույն Թուրքիայի Ադրբեջանի ծրագրերը այստեղ Հայաստանում Փաշտյանը կատարելուց կյանքի կոչելուց շատ մեծ դժվարությունների կհանդիպեր։ Եվ փորձ արվեց այդ խոչընդոտը անել։ Ուղղակիորեն թիրախավորվեց ոչ թե սկզբում եկեղեցին, այլ կոնկրետ վեապար հայրապետը։ Բայց եկեղեցին վեապար հայրապետ չի, եկեղեցին նախ մարմինն է, գլուխը Հիսուս Քրիստոսն է, մեր Տեր ու Փրկիչ, վեապար հայրապետը հոգևոր առաջնորդն է։ Հոգևորականները կանգնեցին, աշխարհականները կանգնեցին եւ Փաշտյանի առնվազն 6-7 քայլ կոնկրետ վեապար հայրապետի դեմ ուղված, որը հետո եկեղեցուն գործողությունները դեպի եկեղեցի գնաց, ցախողվեց։ Այդ թվում եւ կուսակրոն հոգևորականների մեծ ճամբարից մեծ պատար փոկել, հա, այսպես բանով կոմպրոմատներով, վարկաբեկիչ նյութերով չեղավ, ամուսնացյալ քանաների մոտ 500 հոգանոց ճամբարից մենք տեսանք մոտ 2 տասնյակ է, որը ճնշման գայթակղության արդյունքում են ակնհայտ է, որ անցել են, որտեղ մյուս քանաների հետ որ աշխատել են կառույցների պատասխանատուները, նրանք բնականաբար պատմել են, չէ՞։ Ըստ այն տեղեկատվությունը գաղտնի չէր կարող մնալ։ Եվ մենք էլ ենք տեղյակ։ Հիմա Փաշտյանը մի խնդիր ունի լուծելու, վեապար հայրապետին գանկեց անել, դա չի լինել, վեապար հայրապետը գանկեց չի տալու հրաժարական, չկա այդպիսի իրավունք անգամ ինքը չունի։
Վեհապար Հայրապետի վրա ճնշումները բերեց նրան, որ իր հարազատներն ու արունակիցները այսօր անազատության մեջ են։ Ակնհայտ է, որ պատանդ են։ Ստե որից է քաղաքական հետապնդում չկա, չէ՞։ Պատանդ ուղղակի վերցրել են եւ ասում են հրաժարական դու բաց կթողեն։ Սա պետությունները, այլ պետությունների քաղաքացիներն են սովորաբար պատանդ վերցնում իրենց պետական շահը սպասարկելու։ Կամ ասենք հանցագործ աշխարհում էլ ընդունված նորմեր կան որոշակի, որտեղ պատանդ ես վերցնում, պայմանը կատարում է, պատանդին բաց ես թողում, եթե խոսքը արժեք ունի եւ պահում ես խոսքը։ Հիմա պետությունն է պատանդ առու իր երկրի քաղաքացիներին։ Վեհապար Հայրապետը հրաժարական չի տա։ Սա Փաշինյանը վերջապես հասկացավ։ Ուրեմն նշանակում է, որ կառավարումը եկեղեցու պետք է ձախողի։ Եկեղեցու կառավարման համար 5 ժողով կա։ Բարձրագույնը դա կոչվում է ազգային եկեղեցական ժողով, դա համագումարն է, այսպես ասենք։ Հետո գալիս է եպիսկոպոսատ ժողովը, հետո Գերագույն հոգևոր խորհուրդը եւ այլն, տարբեր գործառույթներ, բայց 5 ժողով եւ հիմնականում 3 անձ են, որոնք այս կամ այն ձևով պատասխանատու են այդ աշխատանքները կազմակերպելու, որոշումներ կայացնելու։ 3-ից մեկը նստած է, բանտարկված է, Արշակ Սրբազանը դիվանապետ է, երկրորդի վրա Նաթան Սրբազանը վրա քրեական գործ հարուցվեց օրերս եւ ցանկացած բան Վեհապար Հայրապետի վրա կարող է հարուցվել։ Հիմա եթե գործը հասավ նրան, որ տեսան որից է ձևով իրավիճակ չի փոխվում, ես չեմ բացառում, որ ուղղակի ձերբակալ են։ Այն 6 եպիսկոպոսներին, որոնք իբր վիճարկել են դատանի որոշումը, որոշում, որը եկեղեցու համար առողջինչ է։ Այո։ Սա է իրականությունը, այնպես որ մենք ընդունենք այսպես, հա, ցավոք սրտի իրավիճակը, որ համարժեք չեն գնահատում, գործողությունները այդքան էլ արդյունավետ չեն։ Դա ոչ միայն քաղաքականությանն է վերաբերում, դա նույնիսկ միջանձնային հարաբերություններում։ Հիմա Փաշինյանը առաջ խնդիր է դրել լուծել դա, խնդիր է դրվել։ Ինքը դա լուծում է, պատերազմի օրենքներով։ Իր համար խնդիրը հետևյալն է՝ հաղթել։ Այսինքն ինչ խնդիր դրված ինքը դի լուծի։ Ինչ գնով որ լինի։ Ինչ է, գինը կապ չունի, պատերազմի ժամանակ գին են նայում։ Բարոյականություն, հա? Զոհեր, չկա այդպիսի բան։ Պատերազմի ժամանակ մի նպատակ է՝ հաղթել։ Եվ հետաբար ինքը այդ տրամաբանությամբ է շարժում։ Ցավոք սրտի մյուս կողմը, որ ասում եք մենք ինչ անենք։ Ես կարծում եմ ամենակարևորը եւ առաջին հերթին իրավիճակը համարժեք գնահատել, հասկանալ, որ մեր դիմաց կանգնած է անձ եւ այդ անձի մեջքին ուժեր, որոնք իրենց նպատակին հասնելու համար որևիցե խոչընդոտի առաջ չեն կանգնելու։ Ուղղակի հիմա քայլեր են անում, իրենց թվում է, որ այդ քայլերը անելով միգուցե ընկրկի Վեհապար Հայրապետը, հոգեվորականները, հա, չեն ընկրկում։ Իսկ իրենք քայլերը խստացնում են, չէ՞։ Սկզբում չէին, չէ՞, ձերբակալված հոգեվորականները, հետո ձերբակալում, հետո փորձ գլխատման, կառավարչական օղակի, հետո եկեղեցիների զավթում, կա չէ, զավթված եկեղեցիներ կան։ Ես կարծում եմ, հետո վաղ չեմիսորում չզարմանանք, որ Մայրաթոր առավոտ շուտ, ասենք ոստիկանություն ԱԾ-ն մտնի այդ Մայրաթորի միաբաններին ուժով դուրս անի, մի մասին ձերբակալի, Վեհապար Հայրապետին ձերբակալի, այդպես, եւ բերի հետեղ մի 15-20 կարգալուց հոգեվորականների եւ այս 10 ապստամբներից որոշների եւ մեկին նշանակի ասի դու ես հիմա կաթողիկոս, ես քեզ նշանակել եմ։ Ես եմ ասող այստեղ։ Հիսուս հետ նստող, քնող, զարթնող, մենակ թողող չթողող տղեն Նիկոլնա։ Եթե ինքնաբավ ոնց ինքը պետք է կաթողիկոս նշանակի։ Այդ իրադավերին էլ ըստ երևույթին այդպես է համոզել, որ ձեզնից մեկը լինելու է կաթողիկոս։ Վստահաբար այո։ Հա։ Հիմա այսինքն ինքը իր մոտ քայլերը եկեղեցու Վեհապար Հայրապետի դեմ գնալով քչանում են, ես կարող եմ ասել նույնիսկ եզակի է մնացել։ Ու ասեմ այսպես, ուժով Մայրաթորը զավթելն է, ուրիշ քայլ ինքը չունի։ Եվ տեղում ձերբակալել մի մասին դուրս դնել, բերել լցնել այդ կարգալույսներին, այդտեղ եկեղեցի, ասել ես բոլորը ձերն է, դուք ինձ հաշվետու եք։ Ես էլ Հիսուսի տեղապահն եմ երկրի վրա ձեր մոտ, այդպես։ Մենք ժպտում ենք, բայց եկեք նայեք, էլի իրենք խնդիր են դրել։ Այդ խնդիրը ձախողելու համար այդ մենքը իսկապես պետք է լինի լուրջ կազմակերպված, լուրջ։ Կա ներքին մեծ մոտիվացիա մեր ժողովրդի եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակների։ Այդ մոտիվացիան ակնհայտ է, եւ դա դեկտեմբերի 18-ին Մայրաթորում հայտնի այդ միջադեպի ժամանակ ցույց տրվեց, չէ՞, որտեղ ինքնաբուխ կամավորական կազմակերպված էր այդ ամեն ինչը եւ իշխանությունները այդ ռեսուրսով չկարողացան որևիցե բան անել։ Ես կարծում եմ, որ ընտրությունների նախաշեմին
կարող է իսկապես խնդիրներ առաջանալ իշխանությունների մոտ, եթե վերջիններս փորձեն եկեղեցու հոգևոր առաջնորդին, այլ հոգևորականներ ուղղակի բանտարկել։ Այսինքն ընտրությունների նախաշեմին թեման չի լինելու անվտանգության խնդիրները, տնտեսությունը, արդարությունը, բարեկեցությունը, դա չի լինելու։ Լինելու է եկեղեցի եւ որ մեր ժողովրդի հետ այսօր քարոզչական եւ հոգեվոր պատերազմ են մղում։ Այդ պատերազմին դիմագրավելու։ Ես չեմ բացառում, որ Վարդանանց կռվի կարգախոսներ հրապարակիչն են։ Ամենայն հավանականությամբ։ Իսկ դա գիտեք ինչ է։ Բայց շահեկան դուրս չի գալու, պարոն Ալբերտ։ Ով։ Նիկոլա։ Այդ եթե այդպես լինի, վստահաբար, եթե Վարդանանց կարգախոսներ հնչեցին եւ ժողովուրդը այդ կարգախոսով իջավ հրապարակ 100,000-ներով, Նիկոլան ընդամենը մի բան է, շատ արագ նախորդ իր ընտանիքին հանում է դուրս, ինքը այդ պահին ճողոպրում է։ Ասենք եթե չստացվեց ինքնաթիռով, կարող է Կերենսկու Ռուսաստանից ճողոպրելու պատմություն ուսումնասիրել, ինչ հագուստով ինչպես Կերենսկին, ասենք, ճողոպրեց Ռուսաստանից։ Բրիտանիայի նշանակած անձը Ռուսաստանում իշխանափոխությունից հետո, հա։ Սա է մնում։ Ես ասում եմ, եթե իրենքը գույները, ինչպես ասում են, խտացրեց, եթե ճնշումները առավել առարկայացրեց, ապա այստեղ ես սկզբունքորեն այլ ընտրանք չի մնում։ Ուղղակի մեր եկեղեցու զավակները Վարդանանց կոչերով իջնելու են հրապարակ։ Իսկ դա Աստված մի արասի, եթե նման բան լինի։ Գիտեք ինչի համար, որովհետև Վարդանանց պատերազմում այդ մարդիկ մեռնելուց չէին վախում։ Այդքան բան։ Իսկ դուք պատկերացնում եք մարդ այսօր տասնյակ հազարներով, որոնք բախման ժամանակ ոչ մի բանից չի վախում։ Ոստիկանները ուղղակի շատ արագ ճողոպրելու են, հաշվի առնելով թե այսօրվա ոստիկանը վստահաբար 90-ականների, 2000-ականների ոստիկանը չի, մենք տեսնում ենք, էլի։ Որակումներ չտան, բայց կարծում եմ շատերից տեսանելի է, հա։ Այո։ Ինչպես են ոստիկանները դարձել։ Մոտիվացիոն դաշտի իր կողքի մարդիկ փորձել են տարբեր ճանապարհներ ուղղակի հանրապետություն շատ արագ ճողոպրել, հաշվի առնելով, որտեվ մարդկանց զայրույթը կարող է մի պահ ցասումի վերածվի, իսկ այդ ցասումը անկառավարելի է դառնալու։ Այո, երբեմն անզսպելի։ Պարոն Ահապետյան, նաև գնդերեցիների ծառայությունը կասեցվեց, հա, կարծես 96 թե 4 թվականին էր ձևավորվել եւ ձևավորման ընթացքում կաթողիկոսի եւ պաշտպանության նախարարի երկկողմ համաձայնությամբ էր, հա, ձևավորվել գնդերեցիների։ Այո, նշանակում այդպես։ Այո, այսինքն միանձնյա որոշման դեպքում չէր կարող, հա, մի այսպես գրիչի շարժումով պաշտպանության նախարարի որոշմամբ կասեցվեր գնդերեցիների։ Նախ հրաման ա եղել պաշտպանության նախարարի, բայց այդ ծառայությունը չի կասեցվել։ Ես հրամանը կարդացել եմ։ Այդ հրամանով մեր եկեղեցու վեհափար հայրապետի ստորագրությամբ նշանակված մարդկանց են զրկել այդ գործառույթները իրականացնելուց։ Մեկ, ասենք, ավագ գնդերից եւ սովորական գնդերեցներ։ Բոլորին հանել են, սպայական հաստիկներ են տվել, ավագ գնդերեցը մայոր, սովորական գնդերեցներին կապիտան, որը պիտի վերադասը այդ գնդերեցին լինելու է հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը։ Այսինքն անմիջական վերադասը եւ միակ վերադասը լինելու է ուրեմն զինվորական հրամանատարությունը։ Ես հենց այս ձևակերպումներին ուզում եի ուշադրություն դարձնենք, որովհետեւ տպավորությունն է, որ այլևս գնդերեցիները չեն լինելու բանակում։ Չէ, լինելու են, այդպես չի։ Մի փոքր թյուրըմբռնում կա։ Եվ ավելին, օրինակ գնդերեցիներ ինչպես ընտրեն։ Ես ասի հաստիկներն են անգամ որոշի ավագ գնդերեցի մայորի հաստիկի վրա է լինելու սովորականը կապիտանի։ Գրած է նրանք ովքեր ունեն հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կրթություն։ Իսկ կրթությունով ունի։ Օրինակ ասենք արքալուց շատ քահանաներ։ Այո։ Իրենք կրթություն ունեն, բայց իրենք չեն կարող վեհապարի կողմից նշանակվել։ Ընդ որում այդ հրամանը ապօրինի է Պապիկյան Սուրոյի տված, ինչու որովհետև որոշումը թե ինչպես է նշանակվում կար դա պաշտպանության նախարարի եւ վեհապար հայրապետի համատեղ որոշումով է։ Այստեղ ոնց որ թե եկեղեցին մի կողմ է դրվում եւ ասում է որ գնդերեցներ լինելու են եւ այստեղով է գալու վստահաբար կարգալույսներին են բերելու կարգալույսներին ծառայություն կամ աշխատանք են տալիս եւ ասեմ դες վեհապար հայրապետի տնօրինության ժամանակ իր 90 թվականից առ այսօր որքան ես եմ տիրապետում մոտ 100-ի մոտ
հոգևորական է կարգալուծարվել, այդ թվում եւ եպիսկոպոս, եւ վարդապետ, եւ աբեղա, եւ քահանա։ Բայց այդ մոտ 100-ի մոտ 2 տասնյակն է, որ կոնկրետ վեհապար հայրապետն է կարգալուծարել։ Մյուսները տարբեր պատճառներով դուրս են եկել։ Իրենց դիմումի համաձայն, անձնական ընտանեկան խնդիրներ ունեցել, առողջական խնդիրներ ունեցել։ Այսինքն այդ 2 տասնյակը եւ այն 2 տասնյակը, որ հիմա այսպես ասենք, իբր բարենորոքի չեն, իրականում ուխտադրուժ եւ ապստամբ են եկեղեցու դեմ, ասենք այդ 4 տասնյակից կընտրեն գնդերեսներ եւ դեպի զորամասեր։ Օրինակ հետաքրքիր է այդ գնդերեսներից մեկը, ասենք, կարգալուծը արվել արվամոլության մեջ գործնականում ապացուցված լինելու հանգամանքով պայմանավորված։ Օրինակ գնդերեցի ստատուսով այդ արվամոլությունն է կարոզելու։ Օրինակ, ինձ հետաքրքիր է, էլի։ Ակնհայտ է, որ այդ տեղը պահում են իրենք եւ այնտեղ նշված է կրթություն ստացած, հոգեվոր կրթություն մեր եկեղեցու։ Իսկ այդպիսի հիմնականում կարգալույսներ են։ Այսինքն իրանք կարգալույսների մի մասին բերում են բանակ։ Այդպես։ Հա, նպատակը կոնկրետ է։ Եվ պարոն Նահապետյան, կարծես ժամանակ չի մնում ընտրություններին եւ ես այս հարցը տալիս եմ բոլորին հյուրերին, ինչպես անենք, որ մարդիկ գնան ընտրությունների այնուամենայնիվ։ Հա, սա կարևոր է, որովհետեւ բարձր տոկոսն է որոշակի առումով երաշխիքներ տալիս, չեմ ասում ամբողջությամբ, բայց ասենք տարբեր գնահատականներով մասնագիտական 60% եւ ավելը հիմնականում Փաշինյանը որքան էլ որ կեղծիքներ անեն, այդ բարձր տոկոսը ինքնին նաև մոտիվացված ժողովուրդ է, այդ 60%-ը փողոց պոտենցիալ իշխնող դա 100,000-ավոր մարդիկ են։ Ինչպես մարդկանց բերել ընտրատեղամաս։ Սա է, ես կարծում անկախ նրանից դու անդիմադիր դաշտի որ թևում ես գտնվում, հա, ինչ կողմնորոշում ունես կամ չունես, քեզ համար խնդիրը ամբողջ քարոզության մեխը պետք է լինի, որ քո գաղափարների համակիրներին բերես ընտրատեղամաս։ Սա է լինելու։ Ես կարծում եմ, գնահատում եմ այսպես, այս ընտրությունը մեզ համար, մեր ժողովրդի, մեր պետականության ներկայու ապագայի համար ինքը սարդարավատ է։ Հակառակ դեպքում Հայաստանը այն ինչ որ պատրաստում են նոր սահմանադրությամբ, մի քանի 100,000 ադրբեջանցիների վերադարձով, ռեպարացիայով, կոնտրիբուցիայով հսկական գումարներ, որտեղ ադրբեջանին մուծվի այդ վստահաբար անելու են, թուրքական կապիտալ է, ստեղա գալու ատոմականը փակելու են, հազարավոր մարդիկ դատվելու են, գնալու են Բաքվի բանտերում նստեն, իսկ դա պահանջը ալևը դրել է, ցուցակը իր մոտ է, եւ բար չէ ցուցակ կազմել, միայն պարգևատրվածների բաց հրամանները որ նայենք, դա ձեզ ցուցակ, չէ, ուրիշ բան չասեմ։ Այսինքն այս ընտրությունից կախված է այս տարածքում մենք ֆիզիկապես լինելու ենք թե չէ։ Նույնիսկ ֆիզիկապես կարող է չլինենք էլ, բայց ոչ թե լինենք ազատության մեջ, այլ Բաքվի բանտում։ Հետաբար ես սա գնահատում եմ որպես Սարդարաբադ։ Ուղղակի Սարդարաբադը տակ պատերազմեր գետնի վրա։ Սա էլ է պատերազմ վերջնարդյունքում նույնն է։ Մեր չլինելը, ոչ լինելությունը այս տարածքում հայ ապրելու է թե չէ։ Հիմա եթե մարդիկ այդ հոգեվիճակով ապրեցի մինչև ընտրություններ, ես կարծում եմ, որ շատ-շատերը գնալու են ընտրատեղամաս։ Իրենցից շատ բան չի պահանջում։ Գնալ եւ չընտրել Նիկոլին, թե ընդդիմադիր որ ուժին, ես կարծում եմ, կոնկրետ ինձ համար այս բանը տենց առարկայականը չի։ Լինել թե չլինելու մասին։ Այո, լինել չլինելու, եւ եթե Սարդարաբադի շեփորները հնչեց, ես վստահաբար եմ ասում ձեզ, որ Նիկոլը ինքը պարտվելու է։ Փորձելու է կեղծել, փորձելու է ընտրություններից հետո Ադրբեջանին դիմել, որ ռազմական գործողություն անեն, ինքը մտցնի արտակարգ կամ ռազմական դրություն, արդյունքները որ կարող են բեկանել, չէ, այդպիսի իրավական ակտեր են, չէ՞, ընդունել, բայց միևնույն է, ժողովուրդը եթե ճնշող մեծամասնությամբ հոգեբանորեն պատրաստ գնաց ընտրատեղամաս եւ Նիկոլին ձայն չտվեց, ոչ էլ իր խամաճիկներից որից է մեկին։ Այս շնորհիվ ժողովուրդը պատրաստ է ուղղակի իշխանություն վերցնել փողոցով։ Այո, հետ ընտրական գործընթացները, թե կեղծիքները այդքան ակնհայտ եղան, էլի։ Նույնիսկ եթե Ադրբեջանը փորձի ճակատ բացել, նույնիսկ եթե այդ դեպքում ոչ կարող է ժամանակապես ինչ որ կորուստներ ունենանք։ Կարող է չունենանք, էլի, որտեղ այնուամենայնիվ երկու պետություն կա, որոնք խիստ շահագրգիռ են, որ այստեղ պատերազմ չլինի։ Գոնե մեկը մեր դաշնակից Ռուսաստան, մյուսը Իրանը, հա։ Նույնիսկ եթե կորուստներ լինի, դա ժամանակավոր կորուստներ է լինել, նույնիսկ եթե այդպեսին լինի, որտեղ մենք գոնե ինչ որ փոքր մաս կարող է կորցնես, բայց մենք ամբողջը պահելու ենք։ Իսկ հիմա Փաշինյանը խայծ է տալիս մարդկանց, որ եկել է
խաղաղության ժամանակ, ինչ խաղաղություն։ Երկիր մոլորակի հրապարակավ ազդեցության տարածքների բաժանումն է, չէ՞, առանց սեթևեթանքի։ Այո, այո։ Պետք է ամեն դեպքում պատրաստ լինել։ Այո, այս Բոլոր ընտրությունները, կողմերից հունիսի պատրաստ։ ընտրությունները դա սարդարաբադ է։ Այդ հոգեվիճակով, եթե հայ մարդ այդ հոգեվիճակով գնաց ընտրատեղամաս, մենք արդեն անկախ ում է ձայն տվել, որ ընդդիմադիր ուժին մենք հաղթելու ենք այստեղ վստահաբար եւ Նիկոլ ուղակի ճողոպրելու է։ Իսկ ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում հնարավոր է հաղթանակ։ Ասեմ այսպես, միավորման ինքը ինքնանպատակ դիչ չունի, բայց միավորման դեպքում մի դեպքում այո Նիկոլը կարող է պարտվել։ Մի դեպքում, եթե լինի անդիմադիր առաջնորդ, մեկ անձ, այսինքն Նիկոլը եւ այդ մեկ անձը։ Եթե այդպես լինի, բայց հիմա որքան որ ես իրավիճակը գնահատում եմ, չկա այդպիսի մի անձ, որ բոլոր անդիմադիր ուժերը ընդունեն, որ այդ մի անձն է, որ ձեռնոց պիտի նետի, հա, Նիկոլին։ Օրինակ Վրաստանում այդ մի անձ եղավ, Իվանիշվիլին, Բիձինա։ Սաակաշվիլին, այսինքն ժողովուրդը ընդունում էր Սաակաշվիլի թե Իվանիշվիլի։ Եվ բնականաբար ընտրեց Իվանիշվիլի։ Դե 200,000 բանտերով անցած մարդիկում զայն կտային եւ նրանց հարազատները եւ այդպես շարունակ, հա։ Դրանք էլ մոտիվացված ժողովուրդ են, չէ՞, չեմ ասում սպանությունները։ Հարյուրներով սպանություններ, որ դժբախտ պատահարների քողի ներքո էին անցկացնում։ Հիմա մեզ մոտ այս բանը այդ Իվանիշվիլին չկա։ Եթե լիներ վստահաբար միավորված ընդդիմությամբ Նիկոլի երգը Կարապի վերջին երգը կլներ, էլի։ Դե մենք դեռ ժամանակ ունենք։ Հա, ժամանակ կա։ Այո, համաձայն եմ, ժամանակ կա, այդ Իվանիշվիլին չկա այստեղ։ Բայց վստահաբար լավագույն լուծումը դա էր։ Եթե ոչ, ընդդիմությունը տարբեր թևերով, տարբեր խմբավորումներով կարող է մասնակցել եւ իրենք մի խնդիր ունեն։ Առավելագույն իրավիճակ ստեղծել քարոզչական դաշտում, որպեսզի մարդիկ գնան ընտրատեղամասեր։ Այսքան։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։